Սիրելի հայրենակիցներ, բարի օր, ինչպես եւ խոստացել էինք, երկուշաբթի 2:30 մեր հերթական podcast-ն է Արթուր Խաչիկյանի հետ, ողջույն Արթուր, մենք անկեղծ ասած Արթուրի հետ ծրագրել էինք խոսել անդիմության անելիքների մասին, որտեղ ըստ էության ընտրությանը մնացել է, հունիսի 7-ին մնացել է 20 օր, 20 օր հետո եւ պատահական չէ, որ մեր podcast-ը մենք վերնագրել էինք լինել թե չլինել, բայց մենք տեսանք, որ ընդամենը ժամեր առաջ մի խայտարակ միջադեպ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, ինչ տեղի ունեցավ, հետո մենք իմացանք, որ Նիկոլին մոտեցած կինը արցախցին հարգարժան ուրեմն բժշկուհի է եւ նրան ճանաչողները այ հիմա զուգահեռ ինձ գրում են, որ շատ ուրեմն հարգարժան բժշկուհի է, ով ամենաբարդ այդ ծննդաբերությունները թե Արցախում, թե Հայաստանում ինքն է ընդունել եւ արդեն իսկ ահազանգեր կան, իդեպ տեղեկացանք, որ կինը աշխատում է Զեյթունի պոլիկլինիկայում եւ զուգահեռաբար աշխատում է Բեգլարյան ուրեմն ծննդատանը, հույս ունենանք, որ այդ կառույցների ուրեմն պատասխանատուները եւ մասնավորապես Բեգլարյան ծննդատունը, որը ինչպես իմացանք մասնավոր կլինիկա է, չի պատժի, չի հեռացնի կնոջը եւ կունենա հարգարժան բժշկուհին բոլորիս աջակցությունը, բայց ես ուզում եմ, որ մենք հիմա խոսենք այն լեքսիկոնի մասին, որով խոսում էր Նիկոլ Փաշինյանը, կզծնելու եմ, սատկացնելու եմ Կալուգացուն, Սերժին, Ռոբին, այն Ծառուկյանին կզծնելու եմ, շպրտելու եմ տարբեր տեղեր, հետո նորից արդեն արաբգիրում կրկնեց, որ այո, ասել եմ, կզծնելու եմ եւ սատկացնելու եմ, հետո չհանգստանալով, դիմելով Սամվել Կարապետյանի որդուն, ասեց ընդ մեկը կա իրան ալֆա սամեցի տեղադրել կտրելու եմ, երևի կրտելը նկատի ուներ, կներեք, որ ես ստիպված եմ այս ամենը վերարտադրել, բայց այն Նիկոլ Փաշինյանը, ով քարոզարշավի բոլոր օրերին, հիշում եք կապանում ոնց էր գոռում, ես սիրում եմ ձեզ, եւ հիմա ասում է, որ հասարակության մի սեգմենտին կրտելու է, սատկացնելու է, կզծնելու է, Արթուր երևի չես հասցրել նաև կադրեր նայել, ինչ որ մի հատ վիդեո սյուժե են շրջանառում, որտեղ Արցախի բարբարով 4 թե 5 տղամարդիկ դիմակներով սպառնում են Նիկոլին, որ չգիտեմ իր հետ հաշվեհարդար են տեսնելու եւ մենք տեսնում ենք, որ այդ կադրերը ես չգիտեմ շատ հեչ արժանահավատ չի էլի, որ ինչ որ մեկը սենց չգիտեմ մաուզեր էր ձեռը կամ ատրճանակ էր լավ չնայեցի, որովհետեւ իրենց պատգամավորներից մեկի էջում տեսա փոքր բավականաչափ փոքրացված ռեժիմով էր, պիքսելով էր չկարողացա հասկանալ, բայց իմ վատ կանխատեսումները Արթուր, հիմա խոսքը կփոխանցեմ քեզ, եթե իհարկե այդ սպառնալիքները իրական են, ապա ես նորից եմ կրկնում, մեր երկրում սամասուդներ եւ հաշվեհարդարներ չպիտի լինեն, իսկ եթե դա ինսցենիրովկա է, բեմականացում է, ընտրական process-ը այլ հունով տանելու եւ իմ վատ կանխատեսումները կարծես թե իրականանում են, որ ինչ որ մի փուլի ինքը կարող է ընդհանրապես ընդհատել ընտրությունը, որտեվ հիշում եք փոխեցին ընտրական օրենսգիրքը եւ ինչ որ մի պահի օրինակ առաջի փուլից հետո, երբ որ տեսնի, որ իր ուզած սցենարով չի գնում, կարող է ընդհատել ընտրությունը կամ մտցնել արտակարգ ռեժիմ, ես շատ վատ կանխատեսումներ ունեմ, տեսնելով այլևս էսկալացիան ընտրական եւ այն լեքսիկոնը սատկացնելու եմ, կզծնելու եմ, ալֆա սամեցներին կտրելու եմ, կներեք, որ ստիպված եմ կրկնել, որ մենք տեսնում ենք, կներես Արթուր մի քիչ երկար եղավ նախաբանը, բայց սա է իրականությունը, խնդրեմ։ Նայրա ջան, քեզ մի քանի հարց,
Սատկացնելու եմ, դա սպառնալիք չի, ոնց ես կարծում։ Ոչ միայն դա քրեական օրենսգրքով սատկացնելու եմ, կզծնելու եմ, կներեք կտրելու եմ ալֆա-սամեցներին քրեական օրենսգրքով դա տապարտելի սպառնալիք է, ավելին մեր հայրենակիցներին, մեզ հետևողներին ուզում եմ հիշեցնել, որ քաղաքացիական պայմանագիրը հարգելի հայրենակիցներ մի քանի ամիս առաջ ընդունել էր էթիկայի կանոնագիրք եւ որոշված էր, որ ով իրենց կուսակցությունից նման բառամթերք օգտագործի, հայհոյանք, սպառնալիք եւ այլն, անմիջապես պետք է հեռացվի կուսակցությունից։ Հիմա հարց այս պահին իմ եւ Արտուրի ոդքասթի պահին Նիկոլը արաբկիրում է եւ շարունակում է սպառնալ եւ շարունակում է ասել կզսնելու եմ, սատկացնելու եմ։ Այս ֆոնին ուզում եմ հիշեցնել, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինքնասպան եղավ Արմեն անունով մի հայ տղամարդ, ով ընդամենը պոկել էր քաղաքացիական պայմանագրի քարոզչական պաստառը, պատին կպցրած պաստառը։ Ուրեմն այդ մարդուն ցավոք սրտի ոչ մեկ տարիքը չգիտի ով է, նախ տարան ձերբակալվածների պահպանման վայր, այնուհետև այնտեղից տարել են իբր ինքը անկանոն վարք է դրսևորել, տարել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ հայ տղամարդուն, ով ընդամենը պոկել էր պաստառ, իսկ դա ենթադրում է ընդամենը վարչական իրավախախտում է, առավելագույնը 100,000 դրամ պիտի տուգանվեր, տեսան նրան կախված, այսինքն Նիկոլի պաստառը պոկելու համար մարդուն տարել են գժանոց, որտեղ նա եղել է ինքնասպան։ Այո, Արտուր, սպառնալիք է եւ խնդրեմ շարունակիր։ Այս մարդը այդ նույն մարդն է, որը 18 թվին ասում էր խոնարհվում եմ ձեր առաջ Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Այս նույն մարդն է, թե ուրիշ։ Ինքը 18-ին էլ չէր, ինքը ոչ միայն 18-ին էր ասում, այլև ընդամենը օրեր առաջ երեք Դավթաշենում, որտեղ միջավայրը իր համար շատ լավ էր, որտեղ պարզվեց, որ մեր դավթաշենցիների ուշքը Նիկոլի համար գնում է, ինքը նույն կերպ բոլորին սիրում էր, բոլորի առաջ խոնարհվում էր, բոլորին գրկում էր, բոլորին պաչում էր, բոլոր 70 անց կանայք Նիկոլին տեսնալուց սեռական օրգազմ էին ապրում, սենց գրկում էին, պաչում էին, լացում էին, կարամ իմանամ ընչեք լացում, սիրում եք, լավ եք անում, ձեր իրավունքն է, ընչեք լացում, ձեր օրգազմը, Արտուր կներես էլի, որ այսքան ասում անկեղծացանք, լացով օրգազմ արտահայտելու ձև կենսաբանության մեջ կա, ես չգիտեմ, կա, որտեղ 70 անց կանայք իրան տենալուց սկսում են լացել, ինձ կարաս ասես ընչեն լացում, սիրում եք, սիրեք, ընչեք լացում։ Մայրա ջան, մենք այդ խոսել ենք աղանդի մասին, աղանդների անդամների մասին։ Ես քեզ ցիտել եմ մի քանի աղանդի անդամ Ամերիկայում, որոնք ուրախությունով սպանում էին իրանց երեխաներին։ Նրանք ասում էին, մենք ուրախ ենք, որ մենք սպանում ենք մեր երեխաներին եւ ինքնասպանություն են գործում, քանի որ մեր աղանդի ղեկավարը մեզ ասել է, որ մենք գնալու ենք ավելի լավ աշխարհ։ Ես դա այդ կարող եմ կախել իմ մոտ, դա կոչվում էր Sun Temple եւ տասնյակ ուրիշ աղանդներ կան։ Այս մարդիկ երևի միայնակ լինելով, լքված զգալով իրենց, երևի չսիրված լինելով, իրենց համար այս երազանքը ստեղծեցին, որ այս աղանդի ղեկավարը իրենց սիրում է, իրենց նոր Աստվածն է, Քրիստոսն է, սա աղանդի հոգեբանություն է, սա պարզ է։ Մի ուրիշ հարց տամ, իսկ մեր Ֆրանսիայի պրեզիդենտը, որ այդքան դեմոկրատիա է սիրում, իր դեսպանը Հայաստանում բան չունի ասելու, որ այսպես է իրեն պահում, իրենց ընտրյալը մեր գահի վրա, իրանք իրան են չէ ընտրել, բա նրանք ասելու բան չունեն, որ այս մարդը սենց է իրան պահում։ Շատ ճիշտ է, ես անհամբեր սպասում էի, որ այս հայտարարություններից հետո կզսնելու եմ, սատկացնելու եմ, արաբկիրում էլ ասեց, այո ասել եմ ու հիմա էլ ասում եմ սատկացնելու եմ, ալֆա սամեցներին կտրելու եմ, կրտելու եմ, թե կտրելու եմ,
Ես սպասում էի, որ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության դեսպանությունները, մարդու իրավունքների կազմակերպությունները, օրինակ ԵԽԽՎ գրասենյակը, որը չգիտես ինչի ԵԽԽՎ-ն շատ արագ արձագանքում է եւ իր վերջին հայտարարության մեջ ասում է դա անընդունելի է, որ հայ առաքելական եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, երբ որ հայ առաքելական եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, սրբազաններից մեկն է, ով իր պարտականությունները հոգևոր կասեցրել է եւ հիմա արդեն 8 ամսից ավելի է կալանքի տակ է Բագրատ սրբազանը, բայց չենք լսում ձեր ձայնը եվրոպացի պաշտպաններ խոսքի ազատության մարդու իրավունքներես մարդն ասում է կզսնելու եմ, գցելու եմ տարբեր ծակեր, կտրելու եմ ձեր եղած չեղածը։ Գիտես ինչու է նա ասում տենց ալֆա սամեցների մասին։ Այս մարդը խորապես վառված է իսկական տղամարդուց։ Այս մարդը վառված է, նա աբիժնիկ է։ Նա ատում է իսկական տղամարդկանց, նա ատում է մեր ժողովուրդը, որտեվ ինքը աբիժնիկ է, նա անհաջողակ է, իր մոտ ոչինչ չի ստացվել եւ նա այդ ատելությունը, այդ նախանձը արտահայտում է դեպի այն մարդկանց, ովքեր ինչ որ բանի հասել են իրենց կյանքում։ Նա դրա համար է տենց վառված պարոն Կարապետյանից, որովհետեւ իր արածի տոկոսի մի տոկոսը չէր կարող անել։ Նա այսպես վառված է հայ տղամարդուց, որովհետև իր մեջ տղամարդ չկա։ Նա ղզիկի ձենով գորգորում է։ Դրա համար է նա տենց ատում իր ժողովուրդը ու վրեժ է հանում մեզանից։ Ու այն բոլոր աբիժնիկները, որոնք նույնպես նախանձում են կամ ատում են ինչ որ մեկին իրենց կյանքում, իրեն սատարում են, որովհետև նրանք տեսնում են աբիժնիկ եւ անհաջող լինելը ճիշտ է, փաստորեն սա դառնում է մեր երկրի ղեկավար։ Այ դրա համար։ Այո, այստեղ արդեն մեզ հարցեր ա եկել, հա, վիրավորանքները թողում եմ, նույն ԿՊ-ի հասցեին վիրավորանքները թողում եմ, ես ասել եմ հայհոյանք վիրավորանք չգրել, բարևում են նաև Ռուսաստանից մեզ հետևորդները, այստեղ ինչ-որ մեկը ինձ ա գրել նստա մի քիչ աշխատի այդ առոգանությանդ վրա, ես չգիտեմ դու ով ես, դու էլ նստա մի քիչ աշխատի գրագիտությանդ վրա, որ այսքան անգրագետ չլինես Էտը դյով ագրվում, առոգանությունը տ վերջածանց Հայաստանում չկա, այնպես որ գնա մի քիչ էլ աշխատի քո գրագիտության վրա, որ սենց ֆուլ անգրագետ չլինես եւ Լուրջ հարցեր չկան։ Շնորհակալ եմ, մեզ հրավիրում են սուրճ խմելու, ես սուրճ չեմ խմում ընդհանրապես, բայց շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, հարց, պարոն Խաչիկյան, Տիկին Զոհրաբյան, դուք չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է իր ուրեմն աթոռը պահելու համար եւ այստեղ էլի չեմ կարողանում կարդալ անունը, հա, որտեվ GKMN-ա գրած Добрый день, он как быть, если КП снова административные ресурсы и сфальсифицирует голоса. Есть что-то против этого. Ну, конечно, եկեք հայերեն պատասխանենք, հա, Արտուր, լավ, կուզենամ դու պատասխանես, ասում ա, որ ամեն ինչ անելու է, ոչ մի կարմիր գիծ չունի նորից իր աթոռը պահելու համար եւ տիկինը հարցնում է, որ օգտագործվելու է ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչ կարող է ընդդիմությունը դրան հակասել Դե առաջինը բոլորովս պետք է գնանք քվեարկենք, բոլորը պետք է գնան, ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին հորդորեք, որ գնան քվեարկեն, տանոց մնան։ Նա իհարկե փորձել է ամեն ինչը կեղծել, եւ իրեն օգնելու է Եվրոպան, օգնելու է Ֆրանսիան, օգնելու է Թուրքիան։ Ցավոք սրտի, այսպես նրանք արժեքազրկեցին մեր սիրելի Ֆրանսիայի կառավարությունը, այսպես արժեքազրկեց դեմոկրատիան եւ ընդհանրապես Եվրոպան եւ Բրյուսելը։ Այո, նրանք օգնելու են նրան, որ նա կեղծի։ Պետք է գնանք, պետք է բոլորին հորդորենք, որ գնան քվեարկելու, իրենց ձայնը տալու։ Եթե ինչ-որ խախտումներ նկատեք, պետք է դա անպայման արձանագրեք, այնտեղ ինչքանով հասկանում եմ դիտորդներ կան։ Ես խորհուրդ կտայի ձեր հետ լույս բերել, այսինքն կամ մոմ կամ ֆանարիկ բերել, որտեղ լույսը անջատելու են վերջում, որ փորձեն քվեաթերթիկներ գցել արկղների մեջ։ Այս մարդը պայքարում է իր կյանքի համար, նա շատ լավ գիտի, որ ամեն ինչ տապալել է, ամեն ինչ զիջել է, մեզ բերել է ողբերգության եւ այն նույն ձևով
որով նա այդ գոռում է այս Ղարաբաղցի կնոջ վրա, նույն ձևով նա մի ամիս հետո գոռալու է սյունիքցիների վրա, երբ որ նրանք հարցնելու են, բա ինչ եղավ 300,000 ադրբեջանցի ոնց եղավ, որ եկավ Սյունիք, նա գոռալու է իրանց վրա, ասելու է սատկացնելու եմ, փռելու եմ ասֆալտին, լավ եմ արել, Սյունիքն էլ եմ հանձնել, լավ եմ արել, նույն ձևով։ Եվ մենք պետք է շատ լավ հասկանանք, որ այս մարդը գնալով մեզ դարձնում է Ադրբեջանից կախված մի ինքնավար մարզ։ Մենք այլևս սուվերեն չենք։ Այս մարդը նույն ձևով հանձնեց եւ Ղարաբաղը, եւ Մեղրին, եւ անկլավները, եւ ես կոչ եմ անում, որ մարդիկ, բոլոր մարդիկ, ով իրան հանդիպում են, իրեն ասեն, պարոն ինչ-ինչան, առանց հարցից խուսափելու, ուղիղ պատասխան տվեք։ Դուք անկլավները արդեն զիջել եք, Տիգրանաշենը զիջել եք, թե ոչ, այո, թե ոչ։ Ադրբեջանցիները գալու են Հայաստան, թե ոչ, այո, թե ոչ։ Նա իհարկե փորձելու է ինչպես միշտ պլստալ, հարցից խուսափել։ Վերջերս ասեց ես 300,000 բան է Հայաստանի քաղաքացի եմ բերելու, այսինքն դա ինչ է նշանակում, նա իրանց անձնագիր է տալու նորա բերելու, չեմ հասկանում։ Իսկ անկլավները արդեն ասում են, որ զիջել են, Երևան-Թիֆլիս ճանապարհը արդեն գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ուղղակիորեն հարց տվեք իրան, դուք զիջել եք անկլավները, թե չէ, Տիգրանաշենը զիջել եք, թե չէ, եւ ես դες երևի 100% կարամ ասեմ, սկսելու է գորգորալ, ասելու է լավ եմ արել, ձեր աշկն է հանել եմ, ինչ կուզեմ, մենակ կզիջեմ, հաստատ տենց էլ կասի, սա անհավասարակշիռ մարդ է, դուք պատկերացրեք նա պատերազմը կառավարել, եթե նա այսպես է իրան պահում ընտրարշավի ժամանակ, դուք պատկերացրեք պատերազմի ժամանակ նա ոնց է այդ որոշումները ընդունել, որ պատերազմը չկանգնի, որ չընդունի Ռուսաստանի առաջարկը, որ 5,000 տղա մահանա։ Այսինքն ես կոչ կանեի այդ երկու հարցը իրան տալ ուղղակիորեն։ Պարոն Խաչիկյան, այստեղ Իրինա Շահբազյանը ձեզ հարց է ուղղել, ռուսերեն ա ուղղել, ես հայերեն կարդամ, ասում է դուք մշտապես ասում եք 5,000 թիվ зоհերի 20 թվականի, где зафиксирована цифра жертв 5,000 в ходе войны 2020 года. Вы назвали международную организацию, где указано вот именно число 5,000. Ես պատասխանեմ Տիկին Իրինային, հետո փոխանցեմ պարոն Խաչիկյանին, ես կոնկրետ 5,000 թիվ ես չեմ կարող նշել այն պարզ պատճառով, որտեղ մենք առ այս պահը չունենք 44-օրյա պատերազմի ամբողջ ցուցակը անուն ազգանուն, նախորդին Ալեն Սիմոնյանը նշեց 3,883 կարծեմ թիվ, ես կրկնում եմ, ոչ կարող եմ դա հերքել, ոչ հաստատել, որտեղ առ այս պահը հրապարակված չի, թեկուզ այդ Ալենի ասած 3,880 քանիսի անունները, բայց նույնիսկ եթե 3,800 քանիս է դա թիվ չի, խնդրեմ պարոն Խաչիկյան։ Նայեք, իսկ անհայտ կորածները քանիս են, ինչ թիվ էր։ Անհայտ կորածները ըստ իրենց 160 անհայտ կորած, իմ տեղեկատվությամբ մոտ 200 է անհայտ կորածները, բայց մենք նաև բազմաթիվ փաստեր կան, որոնք ես եմ անձամբ ժամանակին հանձնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, ժամանակին հանձնել եմ եվրոպական բոլոր կառույցներին վիդեո ռոլիկներ, տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են մեր տղաները ընկնում շրջափակման մեջ, զենքը վայր են դնում, նրանց գերեվարում են։ Այդ տղաների մասին ոչ մի տեղեկատվություն չկա, որ ցուցակի մեջ են, ինչ են չկան։ Ես ինքս եմ պարբերաբար հանդիպում, ուրեմն Հայկազովի բենզալցակայանի պայթունից անհետ կորած 22-ը միջև հիմա անհետ կորած են։ Նրանց փոշին անգամ չկա, DNK-ով ծնողները մի քանի անգամ տվել են, հաստատված չկա, 22-ն էլ այդտեղ, այսինքն ես չգիտեմ դուք ինչի եք, կոնկրետ Ես պատասխանեմ Նայրա ջան։ Պատասխանեք, ինքը նորից տիկինը գրում է, Նախ ես զարմանալի եմ գտնում, որ դուք այդքան բան եք, фокусы դնում եք թվի վրա։ Չէ, ինքը ասում է, потому что этот безумец постоянно кричит, откуда эта цифра, то есть он говорит, что нету 5,000. Откуда? Միացյալ Նահանգների Սենատում լսողություններ էին տեղի ունենում, 2 տարի առաջ կարծեմ, եւ այդ տիպը տվել է Միացյալ Նահանգների սենատոր Ռոբերտ Մենենդեսը, իմ համախբյուր է։ Ես իրեն հավատում եմ, վստահում եմ, կարծում եմ, որ այո 5,000-ը դա այն թիվն է, որը
ճիշտ է, եւ եթե իրենց 3800-ը, եթե դուք գումարեք ջերմուկում զոհվածները, որոնք մոտ 200 են, 200-ից մի քիչ ավել, եւ անհայտ կորածների, դուք կհասնեք 5000-ի, բայց ես զարմանում եմ, որ այս մարդը փոխանակ դե նա հրաժարական տա եւ իր մեղքը ընդունի, որ նա պատերազմը չկանգնեցրեց եւ 5000 տղա մահացավ։ Դրա տեղը նա ֆիքսվում է այս թվի վրա։ Դե ինչ կա, էլ ինչի վրա զարմանանք Նաիրա ջան, էլ ինչ ասենք։ Ոչինչ զարմանալու չկա, այստեղ շատ լավ հարց է տալի մեր հայրենակիցը, երբ որ ինքը այսօր տենց ուղակի ամենավիրավորական բառերը ասեց Արցախցի շատ հայտնի բժշկին, մեր հայրենակիցը հարցնում այս որ Ալիևը ոտքերը սրբում է մեր դրոշի վրա, դրան Նիկոլը ոչինչ չի ասում։ Այո, այդ կադրերը բոլորս տեսել ենք, թե ինչպես Ալիևը մտնում Ստեփանակերտ, ուրեմն ինչպես է պոկում Արցախի դրոշը եւ Հայաստանի դրոշը եւ իր երևի 50 ռազմերի կեղտոտ բացինկեքով, այսպես հատուկ սենց սրբում դրոշի վրա, իհարկե դրան ցավոք սրտի պատասխան չկա եւ դրան ցավոք սրտի պատասխան չի լինելու Հարգելի պարոն Խաչիկյան, ինչ պետք է անեի ձեր կարծիքով ընդդիմությունը, որ այս ռեժիմը չկարողանա անցնել։ Ես կարծում եմ, որ մի քիչ էլ այո, շատ կարևոր հարցեր են տալիս ընդդիմության գործողությունների մասով։ Ես հիմա քեզ հարց տամ Արտուր, արդյոք մեր ընդդիմության մենք հետևում ենք քարոզարշավին, համենայն դեպս այն քաղաքական ուժերի, որոնք ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների անցողիկ շեմը հաղթահարելու են։ Արդյոք համարժեք է ընդդիմության այս բավականաչափ իներտ կներեք այդ բարի համար լայցոտ քարոզարշավը, այն ագրեսիվ քարոզարշավին, որ տանում է իշխանությունը, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ նախ մենք բոլորս աջակցում ենք ընդդիմությանը, բոլոր ընդդիմության անդամներին։ Կարծում եմ, որ նրանք պետք է սովորեն, դե իհարկե սրապես դեմագոգ չեն կարող լինել, դա իրանց արժանապատվությունին համապատասխան չի, սա դեմագոգ է, փողոցներով գորգորու մարդկանց վրա մատաթափ տալիս, սա իր այդ հիստերիկ շոուն է։ Կրկնեմ, որ նա այսպես խոսում է իսկական տղամարդկանց մասին, այսպիսի ատելությամբ, որովհետև նա գիտի, որ նա աբիժնիկ է, նա անհաջող է, նա ատում է կայացած մարդկանց, նա ատում է իր այդ խումբը նախեկավարում է նրա համար, որովհետև նա ատում է կայացած մարդկանց, նախանձում է կայացած մարդկանց եւ գիտեք, բոլորից դեմ էլ իր խմբի անդամները այդ հարցակումները կատարում են նույն պատճառով։ Նա ատում է մեր ազգը, նա մեր ազգի Ընդդիմությունը ինչ անի, Արտուր ջան, այդ բոլորը գիտենք, ընդդիմությունն էլ գիտի։ Հիմա ինչի է այսքան пассив մեր ընդդիմությունը։ Ապրես, պետք է լինի, ճիշտ ես, Նաիրա ջան, ճիշտ ես։ Այո, պետք է լինի ավելի ակտիվ, պետք է նույնպես դուրս գա փողոց մարդկանց հետ խոսա, մարդկանց հետ հանդիպի, մնացել է քանի շաբաթ, 2 շաբաթ համարը։ Այո, 2.5 շաբաթ։ Այո, մի վախեցեք, դուրս եկեք փողոց, այդ բաները, մի բան էլ մի արեք, էլի այդ կլոր սեղանները, այդ սեմինարները, այդ կոնֆերանսները մի կողմ դրեք, արդեն այդ ժանրը իրան սպառել է, այդ ճառերը իրար մի ասեք, մենք բոլորս գիտենք այդ ճառերը, բոլորս համոզված ենք, որ դուք ճիշտ եք, դուք դուրս եկեք փողոց, ուրիշ մարդկանց համոզեք եւ ցույց տվեք, թե այս մարդը ոնց խափեց Ղարաբաղցիներին, ոնց խափեց մեղրին։ Իդեպ, եթե թույլ տաս Նաիրա ջան, մի հատ ինձ հիշացրա, դու հիշում ես դե Ղարաբաղը խափելով, հիշում ես ասում են նշաձողը քիչեցնենք, հետո փաստի առաջ կանգնացրեցին, որ հանձնել են։ Նույն ձևով նրանք հանձնեցին մեղրին։ Դու հիշում ես նրանք ասում են, սկզբից ասեցին կորիդորի անունը չտակ, տենց բան չի լինի, կորիդոր չի լինի, միջանցք չի լինի։ Հետո ասեցին մենք լուծում ենք գտնում, մենք սա տալու ենք մասնավոր ընկերության։ Հիշում ես? Տենց բան եղել է, թե ես եմ սխալվում։ Այո։ Եղել է։ Բայց իրանք ասում են կառավարումը 74 տարով եւ ամբողջ իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, իսկ ով ասի, որ մեղրին հանձնված է, նա պիտի դատվի։ Որտեւ ասում են փաթեթով ամբողջ իրավունքները պատկանում են Հայաստանին ինքնիշխանության եւ տողնել անդադ ցույց են տալիս։ Ուրեմն կրկնեմ, որ նրանք ասում են սկզբից, որ տալու են մասնավոր ընկերությանը։ Այո։ Բայց հետո պարզվեց, որ այդ մասնավոր ընկերության 74%-ը պատկանում է Միացյալ Նահանգներին։ Այսինքն նրանք մասնավոր ընկերության տերը դարձրեցին երրորդ պետություն։ Այսինքն որևէ ինքնիշխանության մասին խոսք գնալ չի կարող, սա մեղրի հանձնում է։ Եվ այդ սպառնալիքները ոչինչ չեն փոխում։ Դուք էլի մեզ խափեցիք։ Ասում եք չենք հանձնի, հետո ասում եք
մասնավոր ընկերությանը կտանք, հետո հանձնեցիք։ Նրանք կամաց են սուտ ասում։ Միանգամից ամեն ինչ չեն ասում, կտոր են սուտ ասում, որ մեր ժողովուրդը չզգա։ Մեր ժողովրդին անեստեզիա են անում, հետո ձեռը կտրում են, որ մենք չզգանք ոնց են մեր մարմնից կտորներ կտրում, մենք գիպնոզի տակ ենք եւ անեստեզիայի տակ ենք։ Սիրելի հայրենակիցներ, այստեղ միացել են, տեսնում ենք, մտել են Փաշինյանի կողմնակիցները, Ուղղակի մի պատասխանի Նայրա ջան, Չէ, չեմ պատասխանում, իրանց իրավունքն է, չէ, իրանց իրավունքն է, Արտուր ջան, իրանք էլ իրավունք ունեն իրեն ընտրելու եւ սա ժողովրդավարություն է եւ հիմա ես ուզում եմ նաեւ որպես ամփոփում մի քանի հարցադրում ուղղել մեր ընդդիմությանը ես հետևում եմ բոլորի քարոզարշավին ամեն դեպքում են ուժերի ովքեր տարբեր սոցհարցումներով հատում են անցողիկ շեմը չնայած ես չեմ բացառում որ շատ անակնկալներ լինեն եւ պարզվի որ ասենք ուժերից մեկը որին թվում է թե ինքը անցնելու է կանգնի կամ երկուսը կանգնեն փաստի առաջ ինչևէ դա շատ վատ կլինի ամեն դեպքում ես շատ ուզում եմ որ մեր ընդդիմությունը հասկանա որ մանդատ ունենալով Նիկոլի խորհրդարանում իրանք հավասարապես պատասխանատվություն են կրելու այն բոլոր հետագա քայլերի համար, որ անելու է այս ռեժիմը։ Եվ եթե ձեր նպատակը ընդհանրապես մանդատն է, լավ կլինի հենց հիմա ընտրական պայքարից դուրս գաք եւ ի վերջո երևի ես եւ Արտուրը եւ ոչ միայն մենք խոսել ենք այն մասին, որ շատ կարեւոր է, որ ընդդիմությունը բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են այս ռեժիմին այլընտրանք, ստորագրեն մի մեմորանդում, որ որևէ պարագայում այս իշխանության հետ չեն գնալու որևէ կարգի համագործակցության 20 օր մնացել եւ բոլորը տարբեր պատճառաբանություններով խուսափում են այդ մեմորանդումը ստորագրելուց հարցը առաջանում ինչու ես ձեզ ասեմ այսօր կրկնում եմ նորից մոտ 48% մեր ընտրողների հիասթափված է բոլորիցդ Եվ իշխանությունից եւ ընդդիմությունից եւ ասում է այս ընտրության չեմ գնալու նախորդին Ալեն Սիմոնյանը երևի բերանից թրցրեց թիվ ասես դե 1,200,000 կմասնակցի, որտեղ նախորդ անգամ մասնակցել էր 1,280,000, 49% եւ Նիկոլ Փաշինյանը կարողացել էր այդ տոկոսի մեջ վերցնել մեծամասնություն 1,200,000 մասնակցեց Նիկոլ Փաշինյանը շռնդալից վերարտադրվելու է։ Իրանք արդեն այդ թիվը նշեցին, այսինքն իրանք ամեն ինչ անելու են, որ մարդիկ հիասթափվեն, մնան տանը։ Ինչ անդիմության գործը ես չեմ տեսնում, որ բացի իրարից ձայն փախցնելուց դուք աշխատեք այն ընտրողի վրա, ով ասում է ես չեմ տեսնում ռեալ այլընտրանքային ծրագիր։ Ինչ կասես Արտուր։ Շատ համաձայն եմ Աշխենյանի հետ, եթե ընդդիմությունը իրոք ունի ցանկություն երկիրը փրկելու, ապա միայն միավորում։ Դու տեսնում ես այդ միավորումը։ Ես Արտուրի ձենը չեմ լսում, ընկերներ։ Իսկ հիմա լսվում է, հիմա։ Հիմա լսվեց, այո։ Կներեք։ Դու բացարձակ ճիշտ ես, պետք է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր չեն ուզում գնալ ընտրություն, նրանց հորդորել, որ գնան եւ ընտրեն։ Միասնություն չի լինի, մեզ չխաբենք, թողակի իրար չխանգարեն, մի քանի խմբով այո, մեր ընդդիմությունը։ Ես ասել եմ եւ կկրկնեմ, եթե այս մարդը նորից Ես այլևս խնդրում եմ ինձ որևէ հարցով չդիմել, որևէ քաղաքական մեկնաբանություններ ես չեմ ուզում անել եւ ընդհանրապես ես այլևս չեմ ուզում ընդհանրապես խոսալ Հայաստանի ներքին քաղաքականության մասին։ Եթե արտաքին ինչ որ հարցեր լինեն, այո, սիրով կկիսվեմ։ Իսկ ներքին հարցերի մասին իմ համար սա մի գիծ է, որը ես արդեն քաշել եմ իմ կյանքում։ Եթե մենք նորից ենք ընտրում այս մարդուն, ես այլևս սրանով չեմ զբաղվում, չգիտեմ, դու քոնը կասես Նայրա ջան, իմ համար սա Հունիսի 7-ը դա մի գիծ է, դա վերջ դեդլայնն է, այո։ Համաձայն եմ, հա, բայց նորից ամփոփելով
այսպիսի մի խոսք կա, հա, հուսահատությունը մեղք է եւ պետք չէ հուսահատվել, պետք չի մտածել, որ այո, ոչինչ փոխել հնարավոր չի, բայց պիտի հասկանալ, որ քո տանը նստելով դու նպաստելու ես այն ծրագրի իրականացմանը, ինչը բաց տեքստով ասում է Նիկոլ Փաշինյանը եւ նորից դիմում եմ ընդդիմադիր ուժերին ինձ հասկանալի չի ձեր այս փափուկ, ձեր այս կոմֆորտ, ձեր այս ջերմոցային, հա, ընտրապայքարը, սենց հավաքեք ձեր ակտիվիստներին, ասեք, խոսակ, ծապտակ, ուրախանակ, չէ, այդպես չի լինելու, մեր դիմաց կանգնած է ուժ, որի թիկունքին հզոր տերություններ են կանգնած, որի թիկունքին կանգնած է ԵՄ, Արևմուտք, Ադրբեջան, Թուրքիա եւ այդ լայցոտ ձեր քարոզարշավով դուք ընդամենը ամեն մեկդ մի քանի մանդատ եք փոկելու, եթե ձեր նպատակը ընդամենը մի քանի մանդատն է, ապա հունիսի 7-ին ես անձամբ ձեզ դասելու եմ այն ուժերի շարքին, ովքեր նպաստեցին Հայաստանի կործանմանը։ Բան ունես ավելացնելու Արտուր։ Հուսահատության հարցով, այսինքն որ ոչ ոք հուսահատություն չի առաջարկում, այս անձի պահելուց, այս իր հիստերիկությունից երևում է, որ նա տեսնում է, որ ռեյտինգները ընկել են, անգամ այդ Եվրո թատրոնը, որը նա կազմակերպեց, մեզ ոչ մի կոնկրետ բան չտվեց մինչև օրս, բացառիկ կաշառք, որ իրանց տվեցին եվրոպացիները, ոչինչ չփոխեց, նա տեսնում է, որ ռեյտինգները չեն բարձրանում, դրա համար հիստերիկ վիճակում է։ Երևանի ընտրությունների ժամանակ այս աղանդը ստացավ 33%, Գյումրիում 36, նայել եմ։ Այսինքն այստեղ բացարձակ մեծամասնության մասին խոսք չի գնում։ Մարդիկ պետք է գնան ընտրությունների եւ եթե կարողանան փրկեն Հայաստանը։ Եթե սա նորից ընտրվի, մենք դառնում ենք ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, մենք թույլատրություն ենք խնդրելու Ալիևից, որ մենք հայերեն խոսենք եւ հայկական դպրոցներ լինեն Հայաստանում, մեր փողոցների անուններն ա փոխելու, մեր հուշարձաններն ա քանդել տալու եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք ապրելու ենք Ադրբեջանի կազմում որպես ինքնավար համայնք։ Հասկացեք, թե դուք ինչ եք անում։ Եթե ի վերջո դա ձեր ցանկությունն է, դա էլ է իրավունք, դա էլ է մոտեցում, ես էլ անձամբ խնդիր չեմ տեսնում եւ նորից հուսանք, որ այդպես չի լինի եւ նորից ընդդիմությանը այս կոմֆորտ ստայլից դուրս եկեք ձեր պահվածքը հավատ չի ներշնչում ձեր կոմֆորտ ստայլից, ձեր կոմֆորտ լուքից դուրս եկեք։ Շնորհակալ ենք, սիրելի հետևորդներ, էլի լիքը հարցեր կան, պարզապես մեր ժամանակը սպառվում է, որտեղ ժամը 3-ին 4 րոպեից ուղիղ եթեր կա live news-ում մեկ այլ ուրեմն հյուրի հետ կհանդիպենք վաղը չէ մյուս օրը չորեքշաբթի օրը ժամը 1-ին հուսանք որևէ արտարոց սենց վախենալու բաներ մեր երկրում չեն լինի եւ հուսանք ընդդիմությունը հետեւություն կանի նաեւ Նիկոլ Փաշինյանի այսօրվա սպառնալիքներից որ կզացնելու է եւ սատկացնելու է այսքանը շնորհակալություն